Բարև բոլորին, արդեն 11-12-րդ վիդեոն է, որ ես ունեմ, բայց կոմենտ չկա, հետևորդներ, կարելի ասել չկան դեղ, երկու հետևորդ են, հիասթափված եմ արդյոք, ոչ, շարունակելու եմ, ես սկսել եմ 139 կիլոգրամ քաշից ու ես լավ գիտեմ, եթե ամեն օր մի քայլ անեմ, մի օր հասնելու եմ այնտեղ, ուր ուզում եմ, դա որպես նախաբան, այսօր 15-րդ օրն է իմ կարնիվոր դիետայի, սիրելիներս, փոփոխությունների պահով ամեն օր զգում եմ, ամեն օր ինչպես ասել, ինքնազգացողությունս ավելի է լավանում և ես գոհ եմ ու տա Աստված, որ երկար ճանապարհ անցնեմ այդպես։ Ես ասել եմ, որ ես շատ շտապողական մարդ եմ, շտապում եմ ամեն հարցում ու երևի հիասթափություններս այստեղից էլ ավելանում են, բայց չէ, այս անգամ չգիտեմ, ինձ թվում է ամեն ինչ նորմալ է լինելու, զգացողությունների պահով հոյակապ եմ զգում, քչացրել եմ քանակը, էլի նույնպես լավ եմ զգում, դեռ եթե ինչ-որ մի բան լինի կավելացնեմ, այնպես չի, որ կարնիվոր դիետան ինքը կալորիաների հաշվին է, օգուտը կամ վնասը բերում, քանի որ դա այնքան երևի նիհարելու համար սննդակարգ չէ, այլ ընդհանուր օրգանիզմի առողջացման համար է։ Ամեն օր, ինչպես եւ այսօր, ես սկսեցի վիդեոները նայել էլի նորից տարբեր աղբյուրներից տեղեկություններ եմ ամեն օր, ամեն անգամ նայում, ուսումնասիրում, բայց նորից եմ ասում, ցավոք, որ անգլերեն չգիտեմ ու դա ինձ շատ է խանգարում խորացված ձևով ամեն ինչ ուսումնասիրել։ Չնայած կան ռուսական թարգմանություններ վատ տիպի, ինչ որ բժիշկներից, ես ասել եմ իդեպ այդ կարնիվոր պահող դիետապահողների մեծամասնությունը բժիշկներ են, բայց ես նկատել եմ մի բան, այդ մարդիկ որպես կարնիվոր սկսել են ոչ նրա համար, որ նիհար են, այլ ընդհանուր առմամբ ամեն մեկը իր առողջական խնդիրները կարգավորելու համար, դե այնտեղ արդեն գնում է տարբեր տարիների ստաժ ունեցողներ, նույնիսկ 20, նույնիսկ 15 և ավելի ցածր տարիներ, ու նորից եմ կրկնում, դրանք ընդհանուր առմամբ բժիշկներ են, ու ես նկատեցի, որ բոլորը շեշտում են, որ կարնիվորի ժամանակ, մանավանդ մաքուր կարնիվորի ժամանակ օրգանիզմ նիհարացնող է, բայց ես ճիշտն ասած, հետո ասացին, որ շատ մանեկա հարցեր տվեցի, ասացին, որ կան այդպիսի մարդիկ, բայց քիչ են, որ մեծ քաշ ունեցողներ են ու սկսել են այդ դիետայով սնվելը, դրանք մարդիկ չեն փորձել, կամ շատ քիչ են, կամ միգուցե կան, չեն ուզում յութուբյան տիրույթում լինել, կամ որևէ ինտերնետ տիրույթում լինել դեռ, որովհետև ես նույնիսկ մարդիկ գիտեմ, որ ես երեկ էլ ասեցի մի կին կա 90 կիլոգրամ է նիհարել, դա լրիվ ուրիշ կալորիականություն հաշվելով,
այս վերջերս է որոշել, որ պատմի ասի, բայց դրանից 3 տարի առաջ այդ կինը միշտ այդ ընթացքում ինքը նիհարել է, արդյունքի հասել է ու սկսել է ասել։ Իսկ ես այդպես չեմ կարծում, ես ուզում եմ, որ դա լինի իմ ալիքը լինի իմ վիդեոօրագիրը, դա հետագայում էլ ինձ պետք կգա։ Ես ուզում եմ ինքս օրըստօրե տեսնել փոփոխությունները, ոչ միայն զգալ, այլ նաև վիզուալ էկրանից այն կողմ ես ինքս իմ փոփոխությունները տեսնել։ Իհարկե դեռ ես վաղ եմ համարում այս 15 օրվա դիետան ու չնայած էլ եմ կրկնում, ես փոփոխություն զգում եմ։ Գնամ կշռվեմ, թե չգնամ կշռվեմ, դա մի կողմից չէ, չեմ ուզում, որովհետև նորից եմ ասում, չեմ ուզում հիասթափվել։ Ճիշտը կլինի ես մյուս ամսի 15-ին, հուլիսի 15-ին կկշռվեմ եւ կասեմ ինչքան քաշ եմ կորցրել, բայց որ դա կորցրել եմ, դա հաստատ է։ Այսպես Սիրելիներս, կարնիվոր դիետայի իմ ամենաառաջավոր, ամենաառաջնային խնդիր, համար 1 խնդիր լուծողը դա է, որ իմ ինսուլինը կարգավորում է։ Դա առանց չափելու էլ ես հասկանում եմ, որ ես սով չեմ զգում, ես ավելնորդ պատառ բերանս չեմ տանում, իմը սուրճն է, սև դառը սուրճը եւ ջուրը եւ հանքային ջուրը, մենակ զուտ ջրի տեսքով, սուրճի առումով չգիտեմ էլ ինչ անեմ, տեսնենք ինչպես կլինի քչացնելը, իսկ մնացած դեպքում կարնիվորը ինձ համար շատ հարմար դիետա է, տեսնենք դա ինչպես կլինի վերջը։ Այնքան եմ ուզում, որ մեր մեջ լինի կենթանական շփում, որ դուք գոնե գրեք մեկնաբանություններ, գոնե ինչ-որ հարցեր տաք, ես հարցերին որոշ չափ կպատասխանեմ, որոշ հարցերին, կուզենայի իմանալ նույնիսկ դիտողներից ովքեր պրոբլեմ ունեն, իսկ ովքեր հենց այնպես ուղղակի վլոգային տարբերակով են դիտում։ Դրա համար եւս մեկ անգամ խնդրում եմ գրանցվել ալիքիս, գրեք մեկնաբանություններ ու կգնանք առաջ։ Ես ընդհանրապես չեմ ուզում ոչ մի ձև հանձնվել, որովհետև ես հասկանում եմ, որ դա արդեն վերջն է։ Ես նոր չեմ երիտասարդանում եւ ես չեմ կարող անընդհատ փորձել ու սպասել այդքան, ես կարծում եմ, որ ես իմանալով հանդերձ այդ դիետաների մասին, ես առնվազն 5-6 տարի կորցրել եմ։ Իսկ այն մնացած փորձերը միևնույն է իրենք անիմաստ փորձեր էին, առողջությունը վնասելու հաշվով, այդ այն փորձերը չեն։ Ինչքանով է ինձ օգլիվոդը պետք, ես հասկացա ոչ մի քանակով, ինձ պետք է 0 օգլիվոդ, ընդհանրապես 0 ածղաջուր։ Ինչքանով է ինձ մսային այս դիետան հարմար, այնքանով, որ ես քաղց չեմ զգում, այնքանով, որ ես ուտում եմ իմ չափաբաժինը, նույնիսկ ավելի քչացրած ու ավելի հարմար ու կուշտ եմ զգում։ Այսօրվա իմ օրվա սնունդը եղել է առավոտյան 200 գրամ տավարի միս, խաշած, եղել է 1 խաշած ձու եւ եղել է 1 բաժակ հենց խաշած ջրի մսաջուրը արգանակը։
Երկրորդում դա եղել է 150 գրամ, ինքը մի փոքր քիչ էր, 150 գրամ միս, երեկոյան ընթրիկը արդեն ես ժամը 4-ին ընթրել եմ, դա եղել է 150 գրամ միս, 2 ձվով ձվածեղ, ասեմ ինչ յուղ, հալած յուղ, անարատ հալած յուղով ձվածեղ և էլի նորից 1 բաժակ արգանակ մսի, հենց իրա արգանակը էլ նույնպես ու վերջ մինչև հաջորդ օրվա ժամի կամ 10-11-ի կողմերը։ Այսօր ես իմ նախաճաշը մի քիչ, ճաշը էդ էլ չի, մի խոսքով առաջին ուտելու ժամը մի քիչ շուտ եմ կերել, ընդհանուր առմամբ ժամից ավել շուտ եմ կերել, նույնիսկ այդ շուտ ուտելուց էլի ես այդ քաղցը չեմ զգացել, տարբերություն է այնտեղ ահագին տարբերություն է տվել, բայց էլի ես այդ քաղցը չեմ էլ զգացել, այնպես որ չեմ հիասթափվում, առաջ եմ ուզում գնալ ու կարծում եմ, որ կհասնեմ արդյունքին։ Հիմա գանք քաշի փոփոխությանը, ես այդպես չեմ կարող ասել ինչքան, բայց ես իմ շորերից, իմ շալվարներից, իմ հագած շորերից զգում եմ այդ տարբերությունը։ Հա, ու մի բան էլ, նորից քաշի առումով, այնտեղ ես լսել եմ ու դա հաստատ է, այդպես էլ կա, ասում են, որ կարնիվոր դիետայի, կետո դիետայի ժամանակ, պալեոկետոգենոին դիետայի ժամանակ այդքան քաշին կարևորություն մարդիկ չպետք է տան, որովհետև իհարկե քաշը իր հերթին պետք է իջնի, դա բնական է, կոնկրետ թվերի մասին է խոսքը, որովհետև այդ դիետաների ընթացքում ինքը մկան չի կորցնում, օրգանիզմը մկան չի կորցնում, այլ ընդհակառակը ինքը մկանը քաշ է ավելացնում, բնականաբար կարող ես դու նիհարել, բայց տարբերությունը քիչ տա քաշի առումով, այնպես որ փորձված մարդիկ ասում են, ավելի ճշգրիտ, ավելի ճիշտ կլինի ամեն մեկը զգա իր հագած շորերից և ամեն մեկը չափի իրա, ասենք կոնքերը, գոտկատեղը, մարդկա ոտքերն է չափում, մարդկա վիզը, մարդկա այս բազուկները, ես ուղղակի միայն գոտկատեղն եմ չափել ու վերջ, չափել եմ 2 օր առաջ, տեղ տվեց 114, 3 օր առաջ, չեմ էլ ասել, տվեց 114 սանտիմետր, չնայած իմ ֆիզիոնոմիան այնպես է, որ իմ վերևի մասը ավելի փոքր է, քան ներքևի մասը, գոտկատեղից ներքև, որտև կան մարդիկ տարբեր ձևի ֆիզիոնոմիա ունեն, մեկին վերևն է ավելի լայն, մեկին ներքևը, ինչևէ, գոտկատեղը 114 է, իսկ ներքևը ավելի լայն է, ճիշտն ասած չեմ էլ չափել, հիմա ես ուզում եմ այդ չափելը ավելի ճիշտ կլինի, բայց դե կշեռքը այդ անպայման իրա հերթին, այն որ ես կարող եմ մի փոքր ծանր տանեմ, թե վայ քիչ եմ քաշ գցել, երևի ես թվերին չեմ նայի, ես իրոք կնայեմ արդեն իմ շորերից, դրանք ինչքանով են թուլացել, ինչքանով եմ աբիոմը, մի խոսքով ես ուշադրություն կդարձնեմ աբիոմի վրան, ոչ թե մկանների քաշի վրա, որովհետև սպիտակուցները բնականաբար մկանները պնդացնում են, հաստացնում են և
մկանի կորուստ չես ունենում դա այդ դիետայի արդյունքում։ Իսկ մնացած դիետաների արդյունքում, եթե դու սպիտակուց չես օգտագործում, բնականաբար եւ ճարպի հետ մկանների կորուստ են տալիս մարդիկ, ինչը որ 1000 անգամ ինձ մոտ այդպես եղել է իմ մինի աննորմալ դիետաների ժամանակ, ինչը ոչ միայն կորցրել եմ մկանի քաշը ամրությունը ոսկրերի, այլ մի շարք այլ խնդիրների եմ առաջ եկել։ Տեսնենք ինչքան ու ինչպես կավարտվի ադապտացիայի համար նորից եմ լսում, որ մարդիկ տարբեր հիվանդությունների համար, նույն աղիքային հիվանդությունների համար, նույն ստամոքսի խնդիրների համար, նույն մարսողական համակարգի համար, իմունիտետային տարբեր հիվանդությունների համար, մի խոսքով, տարբեր հիվանդությունների համար այնտեղ տարբեր մարդիկ տարբեր ժամանակահատվածներում են իրանց լիարժեք լավ զգացել կամ որոշ չափով լավ զգացել։ Իսկ իմ նորից եմ կրկնում, իմ զգացողությունը փառք Աստծո օրըստօրե ինքը ավելի լավի է գնում, թե ներվային համակարգի առումով, թե ընդհանուր առմամբ եւ թե ընդհանրապես ես զգում եմ, որ ճկունությունն ու ավելի է առաջ գնում։ Տեսնենք այդպես։ Հիմա ես երեկ էլ ասացի եւ երեկ էլ վիդեոյի մեջ վիդեոյի համար վերնագիրը գրել էի, որ դա իմ սննդակարգը լինելու է միշտ, ինչ էլ այնտեղ մի քիչ փոփոխական լինի, այնտեղ թեկուզ լինի հետագայում մի փոքր բանջարեղեն կամ չլինի, կամ ինչ որ մի քիչ բաներ փոփոխվի, դա իհարկե ես հետագայի մասին եմ խոսում, որը չէի ցանկանա դա էլ լիներ, եթե նույնիսկ դա լինի, ես կտրականապես որոշել եմ, որ ընդհանրապես իմ սննդակարգից, իմ կյանքից, իմ ապրելակերպից ես ջնջելու եմ առհավետ ուգլիվոդները շաքարի տեսքով, քաղցրի տեսքով, ալյուրի տեսքով, թխվածքների տեսքով, տարբեր խմորների, չգիտեմ, թխվածքաբլիթների տեսքով, բացառելու եմ բոլոր հատիկավոր բույսերը, դա միանշանակ դրանք ինձ համար ընդհանրապես լավ չեն։ Հացի մասին ես մի տեսանյութում ասել եմ, որ ես 5 տարի հաց չեմ ուտում, ես իրոք հաց չեմ ուտում, բայց եղել են այդ 5 տարիներին, որ շատ կարոտելուց կարող եմ 1-2 օր լավաշ ուտեմ կամ մի անգամ, 2 անգամ ամբողջ այս տարիների ընթացքում կամ 3 անգամ մի քիչ բոկոն ուտեմ տարբեր տեսակի, դա է եղել, իսկ ընդհանրապես ես հաց չեմ ուտում, նույնիսկ եթե այն ժամանակ ես քաղցրավենիք էլ եմ կերել, նույնիսկ ամեն ինչ էլ կերել եմ, բայց էլի հաց չեմ կերել, ես ինչպես ասում են, ես հացը հանեցի իմ սննդակարգից, հացը հանելով սննդակարգից ես էլի առավելություններ ունեցա, այնպես չի, ու ես հասկացա, որ իրոք իմ օրգանիզմը գլյուտեն չի մարսում, իրոք ես հասկացա, որ դա գլյուտենի խնդիրն է, որ ես չեմ մարսում, իսկ ինչ մնա սիրել չսիրելուն, այո, ես հացեղեն շատ եմ սիրել, մանավանդ լավաշը, այդ հաց, պանիր, լավաշ, կանաչի, պոմիդոր, էդի արդեն ամենասիրած բաների շարքում է գտնվում, ու ասացի, որ այդ հացը ես վերացրել եմ ու ընդհանրապես ինձ հաց էլ պետք չի, ընդհանուր առմամբ, կարոտում եմ այս 15 օրվա մեջ ինչ որ մի բանի, որ ես սիրում եմ, չէ,
չեմ կարոտում, ձգում է ինձ քաղցրը, չէ, բոլորովին չի ձգում, բայց ես գիտեմ մեկ բան, եթե ես հենց այսօր դնեմ, փորձեմ մի հատ կոնֆետ կամ ինչ-որ մի կտոր թխված կամ ինչ-որ մի միրգ, դա ձնագնդի էֆեկտով շատանալու է, դրա համար ես չեմ ուզում, հիմա չեմ էլ ձգտում, բայց եւ այնպես եւ ոչ մի դեպքում փորձ չեմ անում, որովհետեւ ես հասկացել եմ, որ ես կախվածություն ունեմ այդ ուգլիվոդասածից, իմ ինսուլինը բարձր է եւ ես չեմ ուզում, որ նորից հետ գնամ, իսկ զգալ հիմա դրանց պահանջը, քաղցրի պահանջ, չէ, չեմ զգում, զգալ սով, չէ, չեմ զգում, ինչ-որ կարոտել, ինչ-որ մրգերի, չէ, չեմ զգում, այն մրգերը նորից եմ ասում, տունը միրգ էլ կա, քաղցրաղեն էլ կա, չէ, ես վերջին անգամ, երբ որ արդեն փորձեցի այս տարի բանջարեղեններից բադրջան, բիբար, պամիդոր, վարունգ, դա փորձելուց հետո այս տարվա գարնանը, որը սկսվել է, ուտելուց հետո մրգերին հասել եմ գիլասին, կլուբնիկին ու վերջ, ու թութին, ու էլ նույնիսկ ծիրանը, որ կա, այդ ծիրանն էլ չեմ փորձի ու չեմ փորձելու ու ընդհանրապես հանելու եմ մրգերն էլ իմ սննդակարգից, ընդմիշտ, նրանք պարունակում են ֆրուկտոզաներ, դա էլ շաքարի մի տեսակ է ֆրուկտոզան, դա էլ գլյուկոզայի մի տեսակ է, չէ, դա էլ չեմ ուզում, դա էլ ինձ պետք չի ընդհանրապես, հիմա ես երեկ էլ ասացի եւ ժամանակավոր, միգուցե եւ էլի նորից եմ ասում, չգիտեմ, բայց ժամանակավոր իմ ամենասիրած մթերքներից նույնպես ուզում եմ հանել սննդակարգից պանիրը, մածուն շատերին, ընդհանրապես շատերը կան օգտագործում են, շատ կարնիվորցիներ օգտագործում են կաթնամթերքը, բայց ասում են, որ կարնիվորին կա 3 էթապ, մաքուր կարնիվորը դա միսն ու աղը ջուրը, իդեպ տավարի միսը, գառի միսը, մի խոսքով ձիու միս, այնտեղ խոտակեր անասունների մսերը, և մյուս տեսակը բոլոր տեսակի մսերը ձու և երրորդ տեսակը կաթնեղենը ներառված, կենդանական ծագման բոլոր սնունդը բացի մեղրից, չէ որ մեղրն էլ է կենդանական ծագման, բայց մեղրը պետք չի, որովհետև մեղրը ինքը իրանով մեկ գլյուկոզա է, էլի ինքը իրա մեջ պարունակում է ֆրուկտոզա, գլյուկոզա, բայց ամենայն դեպս դա էլ է գլյուկոզա, դա էլ պետք չի, այսքանը, հիմա կցանկանայի, որ ինչպես այսօր, տարբերության մասին, որ քանի օր է ես դիետայի մեջ եմ, դեռ ես տավարի միս չէի կերել, խալաջելնիկում կար մի քանի կտոր, ես ասում էի լավ թող մնա, երբ որ արդեն ընտելանամ, դա կուտեմ էլի, ոնց որ ասած ընտելանալուց հետո, երբ որ կերա տավարի միսը, հիմա տարբերությունը տավարի ու մնացած մսերի մեջ, եթե ասեմ չկա, կա, տավարի միսը ավելի ես թեթև եմ զգում, ստամոքսս ավելի թեթև է տավարի մսով, չեմ ասի թե այն ժամանակ ծանր էր, բայց ավելի թեթև եմ զգում, չգիտեմ, հիմա ես եմ ինձ ինքնախաբեությամբ եմ զբաղվում, թե ինչ,
այս մսի դեպքում ես ավելի ինձ լավ եմ զգում։ Հետո փորձվելած բան է, որ ես եղել է 2 օր 3 օր անցած ասել եմ ջետաների ժամանակ, տավարի մսի դեպքում ես ավելի լավ եմ զգացել։ Հնարավորություն ունեմ արդյոք ամեն օր գնելու, իհարկե ոչ։ Ցանկալի էր, որ ունենայի այդ հնարավորությունը, իհարկե այո։ Դե տեսնենք հետագայում ինչ կլինի։ Ուրեմն այսպես կասեմ, 2 շաբաթվա իմ կարնիվոր արդյունքը դանդաղ է ընթանում, բայց հաստատուն քայլերով։ Ես զգում եմ իմ փոփոխությունները, իսկ իմ ընդհանուր քաշը ձեզ հետ միասին ես կասեմ հուլիսի 15-ին, թող ամիսը լռանա կշռվելուն, իհարկե դա մի քիչ ավել է լինում դիետայից հետո, ամսից ավել է գալիս, բայց այս այդպես եմ որոշել կշռվելու պահից 1 ամիս հետո ես ինքս կկշռվեմ և արդյունքը կիմանամ։ Սիրելիներս, այսօր այսքանը, հուսով եմ կհետևեք ալիքիս, հուսով եմ բաժանորդագրվողներ կլինեն ալիքին, դեռ հույսս չեմ կորցնում, հուսով եմ կգրեք մեկնաբանություններ, ով ինչի համար է դիտում, շնորհակալ եմ բոլոր հետևողներից, շնորհակալ եմ նույնիսկ իմ շատ քիչ հետևորդից, անչափ շնորհակալ եմ նոր հետևողներից, խնդրում եմ գրանցվել ալիքիս, սեղմել զանգակի կոճակը, գրել մեկնաբանություններ, այսօր այսքանը, կհանդիպենք երևի վաղը, ցտեսություն, շնորհակալություն։